Հարգելի հետևորդներ, համահայկական ճակատ կուսակցությունը վաղար շաբաթ խոշորացված համայնքում շարունակում է իր քարոզարշավը, կուսակցության ցուցակը գլխավորում է համահայկական ճակատ կուսակցության անդամ Պայստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը, բարև ձեզ Արտյոմ, այսօր որ համայնքներով եք գնալու? Մենք այսօր գնալու ենք Խոյ համայնքի Շահումյան բնակավայր, գնալու ենք Մոնթեավան բնակավայր, Մրգաստան բնակավայր, մենք հանդիպելու ենք մեր համաքաղաքացիներին, մեր հայրենակիցներին, ներկայացնում ենք մեր ծրագրերը, մեր բարեփոխումները, մեր նոր անելիքները, անձնական շփման մեթոդով մեր ընտրողների հետ։ Շնորհակալություն, փաստորեն դուք այսօր ընտրել եք 3 համայնք, վարչական տարածք 3։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ համահայկական ճակատ կուսակցության քարոզարշավը շարունակվում է։ Ահա հիմա նրանք ավտոերթով շարժվելու են Խոյ խոշորացված համայնքի 3 վարչական տարածքներ, որից հետո պարզապես երթով քայլելով հանդիպելու են փողոց առ փողոց բնակիչների հետ։ Հիշեցնեմ, որ Խոյ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին սպասվում է ավականու ընտրություն, որտեղ պետք է վաղար շաբաթին ընտրի իր քաղաքապետին, այստեղ արտահերթ ընտրություններ են, մասնակցում է քաղաքական 8 ուժ, մենք տեսնում ենք համահայկական ճակատ կուսակցությունը արդեն քանի օր է իր քարոզարշավը իրականացնում է վարչական տարածքներում։ Առաջին օրերին քարոզարշավը ընթացել էր Էջմիածին համայնքում։ Դուք տեսնում եք մեքենաների երթը, այսպես իրենք շարժվելու են, ինչպես նշեց ցուցակի առաջին համարը գլխավորող Արտյոմ Սիմոնյանը, Խոյ խոշորացված համայնքի Շահումյան, Մոնթեավան և Մրգաստան համայնքները։